Հարգելի հեռուստատողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհակիմյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Քարոզարշավի 4-րդ օրն է արդեն եւ առաջի հարցը, ինչպես է ձեզ ընթանում քարոզարշավը։ Կարող եմ ասել, որ շատ բնական ու շատ նորմալ, որովհետեւ այս ընթացքում այս 4 օրերի ընթացքում ահազանգերը, այսպես ասենք, բողոքները բացառապես պաստառների հետ կապված սխալ տեղ փակցնելու, այսինքն այդ ավանդական դարձած, այսինքն մեզանում որ չնախատեսած տեղում են փակցնում կամ ասենք նախատեսված տեղում, օրինակ վահանակները, որ համայնքները տրամադրում են, ասենք վահանակների վրա պիտի օրինակ A4 ֆորմատի փակցնեն, որպեսզի բոլորինը տեղավորվի, ասենք մեկը վերում է A3 որևէ քաղաքականություն A3 ֆորմատ։ Այսինքն ասեմ այս տիպի բաներ։ Երբ որ բողոքներ են ներկայացվում, դրանք ֆիքսվում են որպես խախտում, հա, հետո ինչ է տեղում։ Իրականում տեսեք, իրականում մենք նման խնդիրները արագ օպերատիվ լուծում ենք։ Օրինակ, ասենք, այնտեղ նայած, թե մեր ընտրատարածքի տիրույթում, ասենք, համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով կամ տվյալ թիմի տեղական մարմնի, այսինքն համայնքի ղեկավարի կամ իրենց համակարգի միջոցով, ուզում ասեմ, սա խախտում, ասել խախտում մի քիչ չափազանցություն է։ Որպես կանոն առաջին օրերի հանգիստ այսպես հանգիստ ընթացք ունեն եւ լարվածությունը կարծես թե դեպի վերջը կարային իրականում մեր կյանքում պես է եղել որ քարոզարշավի ժամանակ, ասենք, չգիտեմ, օրինակ կոնֆլիկտներ կամ այլ երևույթներ, ասեմ, սա այն հանգամանքը, որ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ բողոքի խնդիրը դարել է պաստառների փակցնելու կամ ես սա ամենազարգացած երկիրը գնացեք պաստառների հետ կապված խնդիրը բոլոր երկրներում այդ այսպես ասենք դա խնդիրը որ անընդհատ որովհետև դա նույնիսկ քաղաքական ուժերի վերահսկողությունից էլ երբեմն դուրս է որովհետև իրենց համակիրները օրինակ որ ովքեր որ պիտի չէ ասենք օրինակ գալիս են պաստառը վերցնեն տանեն օրինակ տան փակցնում ասենք նույն քաղաքական ուժը ինքը կարա օրինակ մեղավոր չլինի ասենք այդ օրինակ այդ թերությունը որ եղել է սա արդեն անհատների մակարդակով է յուրաքանչյուրը փորձում է իր նախընտրած քաղաքական ուժի համար չգիտեմ ավելի շատ ինչ որ պաստառներ փակցնի մտածելով որ դա օգուտ է տալիս ինքը Պարոն Հովհակիմյան, տեսեք, պաշտոնապես մայիսի 8-ին մեկնարկեց, չէ՞ քարոզարշավը։ Մենք կարող ենք ասել, որ ըստ էության քարոզարշավը շատ ավելի շուտ էլ մեկնարկել։ Իրականության մեջ այո, բայց ցանկալի կլիներ, որ քարոզարշավը օրինակ մեկնարկած լիներ 21 թվականի հունիսի 21-ից, երբ որ 21 թվականի ԱԺ ընտրությունները ավարտվեցին։ Այսինքն ընտրությունները հաջորդ օրվանից, հա։ Այո, քվեարկության հաջորդ օրը։ Որտեվ տեսեք, իրականում այս թեվավոր խոսք կա, չէ՞, որ ասում են ընտրությունների հաջորդ օրվանից արդեն սկսում են նախապատրաստվել հաջորդ ընտրությունները։ Եվ եթե մեր կյանքում օրինակ դա տեղի ունենա, այսպես է, մեր քաղաքական դաշտը այնպես կայանա, որ քաղաքական ուժերը օրինակ այս ընտրություններից, ասենք, անմիջապես սկսեն հաջորդին պատրաստվել, ու անդադ այդ քաղաքական բանավեճը, չէ, իրենց յուրաքանչյուրը իր գաղափարները ներկայացնի եւ այս մեր այդ քննարկումն հենց քաղաքական քննարկումները մեր քաղաքական դաշտում տեղի ունենա, իմացեք, որ մեր այսպես ասենք ամբողջ քաղաքական դաշտի այդ կայացվածությունը բերելու նաև բոլոր հարցերում որակական այլ փոփոխությունների, դրական փոփոխությունների ես նկատի ունեմ, որովհետև երբ որ քաղաքական ուժերը օրինակ ընտրություններից 6 ամիս առաջ են սկսում օրինակ սկսել իրենց գաղափարները ներկայացնել, դա սխալ է։ Ես ինչու համար հարցրեցի, որովհետև եթե ըստ էության շատ ավելի շուտ է մեկնարկում քարոզարշավը, քան հայտարարված օրվանից, արդյոք դա ինչ-որ իմաստով խախտում չէ։ Չէ, ընդհակառակը, օրենքի իմաստով, մեր ամբողջ օրենսդրությունը կառուցված է այն տրամաբանությամբ, որ քարոզարշավ չի կարելի միայն քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը մնացած օրերին քարոզարշավը թույլատրվում է, իսկ պաշտոնական քարոզարշավի շրջանում գործում են ընտրական օրենսգիրքով սահմանված արգելքներ, այսպես ասենք, այսինքն ընտրական օրենսգիրքով ժամանակ սահմանակահատված է, որը ընտրական օրենսգիրքն է սահմանում, սա ոչ թե իրավունքի շրջան է, սա ընդհակառակ սահմանափակումների շրջան է։
Դրանից դուրս քաղաքական ուժերը ազատ են։ Պարզ է։ Առասարակ այս նախընտրական շրջանում շատ է խոսվում վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Ու որպես այդպեսին, որպես երևույթ, դուք դա ինչ-որ դրսևորումներով տեսնում եք, եւ դա իրականում ուղղված է միշտ իշխանություններին, չէ՞, անկախ երբ որ իշխանությունը կլինի։ Սովորաբար ընդունված է, որ վարչական ռեսուրս կարող են նույն մեր օրենսդրության տեսանկյունից վարչական ռեսուրսը ենթադրում է իշխանություն, այսինքն որ պիտի ինքը ունենա իշխանություն։ Իհարկե կարող է լինել դեպքեր, օրինակ, որ մասնավոր ընկերությունները եւս փորձեն իրենց աշխատողների նկատմամբ ինչ-որ իրենց որպես գործատուի ունեցած ազդեցությունը օգտագործել, բայց դրա մասին օրինակ սովորաբար այդպես շատ աննկատ է մնում, նկատի ունեմ այդպես չի խոսվում, քանի որ հիմնական ենթադրում է, որ իշխանություն, պետական իշխանությունը, պաշտոնը կարող է, ասենք, չարաշահման առիթ դառնալ, բայց ես կարող եմ ասել, որ այս պահի մենք չունենք որևէ փաստական դեպք, որ օրինակ, չգիտեմ, որևէ պաշտոնյան իր պաշտոնական պարտականությունները օգտագործել է, ասենք, չգիտեմ, առավելություն ստանալու նպատակով։ Սա սկսենք ամսի 8-ից է սկսում։ Սա մեկ։ Երկրորդը, օրինակ, այս ընթացքում քաղաքական բանավեճի առարկան զուտ, տեսեք, օրինակ սոցիալական ծրագրերը, դրանք օգնությունն են թե ինչ են։ Իսկ այն բանավեճը, որ կա, դա իրականում կապ չունի, այսպես ասենք, վարչական ռեսուրսի հետ, որովհետև ամենաբանը շփոթությունը մեզանում, որ կա, որ պետության սոցիալական ծրագրերը դրանք օգնություն են։ Պետության սոցիալական ծրագրերը դրանք օգնություն չեն։ Ավելին, դա պետության պարտավորություն է։ Սոցիալական ծրագիրը պետության օգնություն չէ։ Օգնությունը, երբ որ մի բան մարդուն հասանելի չէ, այդ նկատի ունեմ չի տրվում, մեկը բարի կամք է դրսևորում եւ այդ տալիս է, բայց այն ինչ որ պետությունը պարտավոր է տալ, թեկուզ սոցիալապես անապահով ընտանիքներին կամ ասենք թոշակառուն եւ այլ, ասենք պետությունը ունի պարտավորություն տալու, ինքը պիտի տա, ու դա նորմալ է։ Այսինքն դա չի վարչական ռեսուրս։ Հասկանալի չէ, խնդիրը ուղղակի այն է, որ տեսեք, ընդդիմությունը կարող է տասնյակ կամ հարյուրավոր օրինակներ ներկայացնել, ըստ որոնց ըստ իրենց դա համարվում է, հա, այդ ռեսուրսի չարաշահում, վարչական ռեսուրս եւ հարյուրավոր անգամներ իշխանությունները կարող են դա հերքել։ Բացասական հիշողություն ունենք անցած ընտրությունների, տասնամյակներով անցած ընտրություններից եւ բոլորս, ասենք, այն ովքեր որ այդ անցել են այդ փուլերով, հիշում եք թե ինչ էր վարչական ռեսուրսի չարաշահում, դա երբ որ, չգիտեմ, տնօրենների եւ այլ ցուցակներով, մանկավարժների, չգիտեմ, ծնողների եւ այլ, կամ ասենք հավասար զգաստով եւ այլ, հիմա Բայց արդյունքին ժամանակ 9 տարի, հա, եթե ձեր նշած վերջին ընտրությունները եղել է 2017 թվականին, որտեղ այդ ամեն ինչը տեղի ունեցել է, դրանից հետո արդեն երևույթը չի լինելու։ Ես համոզված եմ։ Ուզում եմ ասել, մեր հիշողություններից է, եթե մենք հիշողության իներցիայով ենք դա հիշում, պետք է որ մաքրված լինի։ Չէ, դե մեզ համար տեսեք, սովորական, այսպես ասենք, քաղաքացիները, ովքեր որ ընտրություններով մասնագիտական չեն զբաղեցրել, պես ակտիվ չեն, իրենց համար իրենք դա կարող են չհիշել, ավելին քանի նոր, այսպես ասենք, սերուն 18 տարին լրացած նոր երիտասարդներ, որոնք որ ասենք, օրինակ առաջին անգամ, չգիտեմ, 18-ին կամ հետո 21-ին է քվեարկել։ Պարզ է, անցնենք առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որքանով է պատրաստ արդեն այս ընտրություններին, ու ես գլոբալ ավելի նկատի ունեմ տարածքային հանձնաժողովները, տեղամասային եւ այլն։ Ձեր մասով ամեն ինչ ամեն ինչ, այսպես ասենք, ես կարող եմ այսպես, ամեն ինչ պլանով է գնում։ Նկատի ունեմ, օրինակ հասկանալի է, որ տեղամասերը կահավորվել են քվեարկության նախորդ օրը։ Մենք հիմա պատրաստում ենք։ Մենք ընտրատարածքների տեխնիկան ամբողջությամբ թարմացնում ենք։ Հիմա այս բանը, երբ որ մենք խոսում ենք, մեր ընտրատարածքներում տեղադրում են նոր հին համակարգիչներ, ինչար մոտապես 5 տարեկան, այսինքն 6 տարեկան համակարգիչներ են, որոնք որ ընտրատարածքներում կան, բայց քանի որ կիբեր անվտանգության մասնագետները ասում են, որ 5 տարվանից հետո ինքը արդեն խոցելի է, այսինքն համակարգիչները, չնայած այս պահին տեղադրում են նորերը արդեն։ Այսինքն ամբողջ ընդամենը 3-4 օրվա ընթացքում
բոլոր 38 ընտրատարածքների համակարգիչները փոխվել նոր անվտանգության համակարգերով եւ այլ եւ այլ։ Այսինքն զուգահեռ ընթանում է տեղամասերում տեսախցիկների տեղադրման գործընթաց։ Հիմա այս բային մարզերում հիմնականում մարզերից են սկսում մեր գործընկերները, որովհետեւ այսպես Երևանը օրինակ մեծ քաղաքներ հեշտ է, որտեղ որ տեղամասերը իր ավելի մոտ են, կոմպակտ են։ Իսկ մարզերում քիչ բարդ է, դա համար ընդհանուր process-ը հանդիսանում։ Այս ընտրությունները նախորդից կամ նախորդներից ինչով են տարբերվելու, նկատի ունեմ հենց այդ տեխնիկական աշխատանքների մասը։ Կան ինչ-որ բաներ, որ նոր են լինելու, նոր ենք տեսնելու տեխնոլոգիաների, տեխնիկայի, զուտ կազմակերպչական խնդիրների տեսանկյունից։ Կան նոր բաներ, բայց դուք չեք տեսնելու դա։ Նոր բաներ կան, բայց դա տեսանելի չի։ Այսինքն այդ նորությունները, այս տեխնոլոգիական նորությունները հիմնականում վերաբերում են կիբերամտանգությանը։ Ես ճիշտ եմ հիշում, որ տեղամասերի սարքավորումները, այո, մենք թարմացրել ենք հիմի մասնագետները մեկ առ մեկ այդ սարքավորումները ստուգում, վերաստուգում եւ այլ, այսինքն, բայց դուք վիզուալ տեսնելու եք նույն սարքավորումները։ Այսինքն մենք նույնիսկ նոր խմբականակ ենք ձեռք բերել, որը որ նույն մեր սարքավորումների ուղղակի ավելի մոդիֆիկացված տարբերակն է, բայց քանի որ ինքը համակարգով է, ինքը ծրագրային ապահովումը չի կարող փոխվել, որովհետև դա շահկապված է այլ համակարգերի հետ, ինքը ըստ էության նորն է, բայց նորություն, այդպես ասեմ, ավելի շատ նորությունները տեխնիկական որ ասենք, հասկանալի է, չերևացող են։ Ես ճիշտ եմ հիշում, որ ընտրատեղամասերի 99%-ի պարագայում այդ տեսախցիկները լինելու են եւ մարդիկ ուղիղ կարողանալու են հետեւել նաեւ ձայների հաշման գործընթացին։ 300 պլյուս ընտրող ունեցող բոլոր տեղամասերում տեղամասերից on-line հեռարձակում է լինելու։ Ես ասեմ, որ 300-ից մինուս դա փոքր գյուղական համակարգներ են։ Հիմա այսպես ասեմ 300-ից այդ մոտ 250 տեղամաս է, որոնք որ 300-ից ցածր քիչ ընտրողներ ունեն, իրենք նույնիսկ 1%-ը չի կազմում այս փոքր, այսպես ասեմ, քիչ ընտրող ունեցող տեղամասերի ընտրողների թիվը 1%-ը նույնիսկ չի կազմում։ Ասում եք ընտրությունները լինելու են դարձյալ լավ, թափանցիկ, օբյեկտիվ, առանց կեղծիքների։ Հիմա ինչ ասեք հեռուստադիտողին, որ լսի ձեզ եւ հավատա եւ համոզվի, որ իրականում հենց այդպեսին են լինելու ընտրությունները։ Ես կարող եմ ասել ուղղակի թող հետ նային։ Վերջին կարող եմ ասել օրինակ չասեմ 18-ից սկսած, բայց ես ասեմ, որ երբ այն պահից, երբ որ այս ներկայիս գումարման կեն ձևավորվել, օրինակ ես կա նախագահ եմ եւ այս կազմը սկսել է 3.5 տարի է։ 10-ից ավել ընտրություններ, այդ թվում Երևանի ավականու ընտրությունը։ Թող մեկը ցույց տա մի բա, այսպես ասենք, խնդիր, որը եղել է, նկատի ունեմ, որ կասկած, որ օրինակ կարող է ընտրությունների ժամանակ լինի, չի լինելու։ Ավելի մեր համակարգը այլևս այնպիսին է, վերահսկողական գործիքները այնպիսին է, որ եթե նույնիսկ վաղը, չգիտեմ, մեզանից հետո գա ինչ որ կը, որ խելքը գցի, այսպես ձևակերպում ասենք, կխելագարվի եք փորձ ինչ որ չի կարող անել։ Համակարգն է արդեն այդպեսին սարքված։ Մեր համակարգը այդպեսին է։ Իսկ պիտի քանդեն համակարգը, որովհետև ես ինչ եմ ասում, որովհետև ես падգամավոր ժամանակ էլ ամեն ինչ արել եմ, որ համակարգը այդպեսին դա, որ անձերից կախված չլինի, նույնիսկ եթե անձերը չգիտեմ ինչ որ sense բան է, խելագարվեն կամ ինչ որ վատ բաներ մտքով կանցնեն։ Այլևս հնարավոր չէ մեր համակարգի վերահսկողական գործիքներ ամեն փուլում մենք 2-ից 3 վերահսկողական գործիք ունենք։ Այսինքն հանրության համար տեսանելի, այսինքն ոչ թե մենք ենք վերահսկում, այլ մեզ են վերահսկում, այսինքն հանրությունը իմ ասածներում, այսպես եթե ունի կասկած համոզվելու 2-ից 3 տարբերակ ունի։ Պարոն Հովհաննիսյան, եկեք մի քանի կարևոր խնդիրներից, որոնց մասին շատ է խոսվում, շատ է շարքում, նորից բարձաբանենք դրանք, օրինակ մանդատների բաշխման այդ սխեման անցողիկ ուժերի համար։ Տեղեկատվությունը վերջին 1-2 օրվա այնպեսին էր, որ հենց այս մասով թյուր ընկալումներ, նաև թյուր մեկնաբանություններ են եղել եւ ձեր քարտուղարը նորից բարձաբանումով է հանդես եկել։ Եկեք մասնավոր օրինակով մի հատ նայենք։ Ամբողջ խնդիրը գալիս է նրանից, երբ որ այս մանդատների բաշխման գործընթացը քաղաքական, եկեք ավելի բաց խոսենք, քաղաքական նպատակով է օգտագործվում։ Երբ որ օրինակ քաղաքական ուժերը, չգիտեմ, իրենց նպատակներով այդ փոշիացում չկա այդպեսի բան։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը որ հաղթահարում է շեմը,
ինքը ստանում է իր ձայներին բնորոշ, ասում իր ձայներին համապատասխան մանդատներ։ Հասկանալի է, եկեք որոնք ես առաջարկում եմ կոնկրետ օրինակի վրա փորձենք դիտարկել։ Ենթադրենք այս ընտրությունների արդյունքում 19 քաղաքական ուժերից 4-ը անցնում են խորհրդարան։ Այն 15-ի հավաքած ձայները մի կողմ ենք դնում եւ 4-ի ձայները գումարում ենք, ստանում ենք 100% եւ ըստ այդմ կատարում ենք մանդատների բաշխում։ Այո։ Ես ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, մյուս կողմից կարելի է նաև այդ փոշիացում բառը ինչու չէ օգտագործել, երբ մարդը ձայն տվեց այս քաղաքական ուժին կամ մյուսին եւ ի վերջո այդ քաղաքական ուժը չհայտնվեց խորհրդարանում։ Տեսեք, ամբողջ մեկ կար դրամաբանությամբ ստացվում է, չէ՞ ամբողջ մոլորությունից ակունքը, երբ որ ընտրությունները դիտարկում է ոչ թե գաղափարների մրցույթ, այլ այսպես ասենք ֆիզիկական խնդիր լուծելու մրցույթ։ Երբ որ մենք ընտրությունը դիտարկում ենք որպես գաղափարների մրցակցություն, նշանակում է, որ ցանկացած ոք պիտի քվեարկի այն գաղափարի օգտին, որին ինքը դավանում է, որին ինքը հավատում է։ Ու էական չի, այսինքն յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի այսպես նաև այդ ընտրությունների արդյունքը տեսնի իր գաղափարակիցները որքան են, բայց եթե ընտրությունները մարդկանց համար դիտարկում են որպես ֆիզիկական process, այ որ այս ես չեմ ուզում մի քիչ այսպես քաղաքական ուժերը օգտագործած բառապաշարը օգտագործեն, որ անգար չմեղադրեն քաղաքական չեզոքություն խախտելու մեջ, բայց եթե հիմքը քաղաքական մրցակցությունը չի գաղափարական մրցակցությունը չի, այլ ֆիզիկական գործընթացի հասնել կամ չհասնելն է, արդեն այս հասնել չհասնելը փաթեթավորվում է այդպես, այսինքն այստեղ այս ամենի այս մոլորության ակունքը այդտեղ է, որովհետև չեն ասում, որ Ես հասկանում եմ, պարոն Հովհաննիսյան, ես այլ բան եմ ասում, տեսեք, ենթադրեք քաղաքական ուժը 30% ձայն է հավաքում եւ անցնում է խորհրդարան, բայց արդեն խորհրդարանում մանդատների 30%-ը չի ստանում, ավելին է ստանում, չէ՞, քանի որ այն մյուս քիչ ձայներ հավաքած ուժերը դուրս է եկա։ Ես ուրիշ բան, քիչ հավաքած ուժերը այդ քիչ հավաքածը ստացավ այնքան, որքան իրենք քվեարկել էին, հասկանում եք, այդ քիչ հավաքած, ասենք, նոր քաղաքական ուժը, որը օրինակ մտել է ընտրապայքարի մեջ, օրինակ ստացել է 2%-ից ավելի ձայն, դա նշանակում է, որ հաջորդ 5 տարիներին ինքը բավականին լուրջ ֆինանսավորում է ստանալու պետբյուջեից, այսինքն ինքը կարողանալու իր գործունեից, այսինքն մյուս օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ինքը կարողանալու օրինակ որը մարզի, որը չգիտեմ համայնքում հաջողություն ունենա եւ հաջորդ արդեն 5 տարի հետո ինքը կարողանել խորհրդան լուրջ հաջողություն, սա է քաղաքական process-ը, բայց սա իմ ասածը գաղափարների պայքարն է, սա գաղափարախոսությունների մրցակցությունն է, բայց եթե այսպես չենք դիտարկում ընտրությունները, այլ ընտրությունը դիտարկում են որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործիչների ակնկալած ֆիզիկական process, այստեղ արդեն կարող են ցանկացած կերպ այս ամենը հաղթատվել ներկայացնել։ Ես երկու հարց ունեմ, պարոն Հովհաննիսյան, փորձենք կարճ, որովհետև ժամանակը ավարտվում է։ Ենթադրենք երկու քաղաքական ուժ է անցել եւ երրորդը արդեն օրենքի ուժով պետք է անցնի։ Ну, այդպեսի մոդելավոր ենք, այդպեսի տեսական օրինակ։ Եվ այդ երրորդ տեղի համար պայքարում են երկու ուժեր, մեկը դաշինք է, մեկը կուսակցություն է, կանցնի նա, որը ձայներով տոկոսով ավելի մոտիկ է շեմին, թե որը ֆիզիկապես ավելի շատ է հավաքել։ Որը ավելի մոտ է անցողիկ շեմին։ Այսինքն եթե 3-8% հավաքել է կուսակցությունը եւ 7.5 դաշինքը 3-8 կանցնի, որովհետեւ 0.2 է։ Հասկանալի է։ Եվս մեկ այսպեսի հարց, տեսեք, բավականին շատ է խոսում այն մասին, որ Ռուսաստանից ինչ որ ռուսաստանցի հայեր մեծ խմբերով, չգիտեմ, 10 կամ տասնյակ հազարներով գալու են ընտրություններին, իհարկե նրանց իրավունքն է գալ մասնակցել, բայց եթե պարզվում է, որ սա ուղղորդված կոնկրետ ընտրություն է, դուք առհասարակ այս թեմայի մեջ խնդիր տեսնում եք, խնդիր որպես այդպեսին, որը նաև որոշակիորեն ձեզ է առնչում եւ եթե այո, ինչ հակազդման ինչ-որ մեխանիզմներ։ Տեսեք, ես որպես նախագահ կենտրոնական ընտրական հանձնաժողով խնդիր կտեսնի ցանկացած դեպքում, երբ որ ընտրողի կամքի նկատմամբ ճնշում կա։ Հասկանում եք, բայց այս այն դեպքն է, որ այստեղ իրավապահների գործողության դաշտն է։ Այսինքն օպերատիվ հետախուզական գործողություններ։ Այսինքն խնդիր որպես այդպեսի նշмарելի է, բայց ձեր տիրույթում չէ դրա լուծումը։ Այսպես մենք շահառուն ենք
որպեսզի չլինի նման բան, բայց գործիքակազմը, որով որ պիտի դրա դեմ պայքարի, դա իրավապահներին է ու ասեմ, եթե իրավապահները ունեն տեղեկություն, որ որևէ անձ ինքը իր միջոցներով չօրինակ վերադառնում Հայաստան, չէ, իրեն վճարել են, որ ինքը օրինակ, չգիտեմ, տոմս են գնել իր համար, կացության փող են տվել եւ այլ, է դառնում ընտրակաշակ, այսինքն այն պայծ, երբ որ ինքը գահատի Հայաստան Հանրապետության սահմանը, ու կպարզվի, որ ինքը իր միջոցներով չեկի, ինքը ուղղակի քրեոն պատժելի, եթե չեմ սխալվում, 6 տարի է, թե 7 տարի է ժամկետը պատասխանատվության ազատազրկման տեսքով ընտրակաշակ վերցնելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ հարցնալից աշխատանք եմ ցանկանում այս բոլոր շրջանում մեզ բոլորիս, այսինքն այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վագն Հովհաննիսյանը։